Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Antifake-ի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Դուք մեզ ամեն շաբաթ սպասում եք չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը վերստին իր տաղավարը հրավիրել իմ բնորոշմամբ Հայաստանի Հանրապետության մահվան նախարար Արսեն Թորոսյանին։ Պատճառը թերևս այն է, որ վերջին շրջանում իշխանական քարոզիչները փորձում են նախընտրական իրենց ընտրակաշարքը անվանել որպես թոշակների բարձրացում։ Մենք հիմա կմշակենք եւ կբացահայտենք սրանց բոլոր ստերը եւ իրական կեղծիքը։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, վայելեք Արսեն Թորոսյանի մշակումը։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Կառավարությունը հայտարարեց, որ կենսաթոշակները բարձրանալու են 10,000 դրամով ապրիլի 1-ից։ Այսօր մենք կզրուցենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Թորոսյան, շնորհակալություն հրավերությունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Պետրոս, հետ որ ասում ես ապրիլի 1-ից, կարող է սուտ են ասում։ Ապրիլի 1-ը մեր մոտ նշում են որպես հումորի երկիծանքի օր, բայց ժողովուրդը դա ասում է սուտ ասելու օր։ Կարող է կատակ են անում, կարող է սուտ են ասում։ Ինչի հենց ապրիլի 1-ից։ Արա թող մարտի 1-ից էր։ Թող մայիսի 1-ից էր։ Ինչի հան ապրիլի 1-ից։ Ինչ որ բան չես նկատում դու Պետրոս սրա մեջ։ Հələ մատ ասա տենակ դու ինչ ես նկատում, արա կարող է խաբում եք ժողովրդին Արսենելի հերթական անգամ։ Դուք ասացիք բարձրանալու են գրեթե բոլորի համար։ Ինչ է նշանակում այդ գրեթեն։ Ես ասացի գրեթե բոլորի համար 10,000-ը, որտեղ բարձրանալու է բոլորի համար։ Բոլորի համար, անկախ թոշակի չափից։ Եվ ճնշող մեծամասնության համար բարձրանալու է հենց ուղիղ 10,000 դրամի չափով, բայց կան որոշակի խմբեր, որոնց համար կբարձրանա շատ ավելի, քան 10,000 դրամը, եւ որոշակի խմբեր, այդ նույն խմբերի մեջ հիմա կբացատրեմ, եթե ժամանակ կների, մի փոքր ավելի ցածր 10,000-ից, ասենք կարող է 8,000 կամ 9,000 բարձրանալ։ Եվ սա ինչու ենք մենք նաև բացատրում մեր քաղաքացին, որտեղ այդ թվերը բանաձևերով են հաշվում, ոչ թե ֆիքսված է ամեն կոնկրետ քաղաքացունը ինչ որ կամայական թիվ, այլ բանաձև է, որի հիմքում կա հիմնական կենսաթոշակը, որը այս պահին 24,000 դրամ է, եւ դրան գումարված ստաժի տարիներ, որոշ դեպքերում հաշմանդամության վերաբերյալ ինֆորմացիա, ծառայության բնույթով պայմանավորված ինչ որ դետալներ, ինքը շատ բազմազան դաշտ է, մենք մոտ 30 կենսաթոշակ ունենք, եթե անկեղծ ասեմ Հայաստանի Հանրապետությունում, ու շատ դժվար է երբ։ Հələ մի րոպե, մինչև բացատրելը Պետրոս ջան, սպասի թող մի հատ ինձ ուրիշ բան բացատրի։ Այդ ինչ որ ասում ես, որ բարձրանալու է 30 տեսակի թոշակ առուկա, մեկինը 10,000 ալելու, մեկինը ավելի ալելու։ Այդ որտեղից ես կարդաց դու Արսեն։ Այդ որտեղ է գրած։ Ես 2026 թվականի պետական բյուջեն նայել եմ, այնտեղ էս բան գրած չի։ Նայում եմ 2026 թվականի բյուջեի քննարկումները, հարցեր են տալի, ասում են 26 թվականին թոշակների բարձրացում նախատեսվում է։ Դուք ասում եք, որ ոչ չի բարձանում։ Ոչ միտեղ դա չկա գրած։ Եթե մի բան չկա, դա ասես բանաձևեր կա, այդ որտեղ է գրած։ Որտեղ է սահմանված։ Սուտ, Պետրոս։ Նստել են, ասում են, բարձրացնելու ենք։ Թե ո՞նց են բարձրացնելու, փողը, եթե բյուջեում այդ փողը չկա, այդ փողը որտեղից են տալու։ Կարող է այդ ընտրություններից առաջ Իլամ Հոպարաձեզի Պաջեշկայա արա ասելա փողին չնայեք, առեք ես մի սամալյոտի ուղարկում եմ։ Կարող են վերջերս են հասարակության ներկայացուցիչները, որ դրանք չամադաններով էին եկել։ Կարող է փող են բերել, արա, հա, այնց Պաջեշկա Հոպարի կողմից։ Կարող է բյուջեում չկա, իրանք բյուջեն 2 ամիս առաջ է բյուջեն հաստատվել Պետրոս։ 2 ամիս առաջ ասում են փող չկա, մեկ էլ ասում են այդ փողը կա, հարց առաջ, այդ փողը ո՞ւց հայտնվավ։ Հա, Պետրոս, ինչ ես կարծում, կարող է ալիվ տված լինի։ Կարող է, չէ, ինձ էլ է թվում, գիտես, կարող է, մարդը իրան ձեռը տալի։ Բացատրեք։ Հա, նավիգա բան անել այդ ամեն ինչի մեջ հեշտ կողմնորոշվել է, բայց հիմնականը հետեւյալն է, տեսեք, այդ 24,000 դրամի վրա է հաշվարկվում ապագա կենսաթոշակը կախված քո աշխատանքային տարիներից, հա, այսինքն ամեն տարին ինչ որ թիվ արժի գումարվում է իրար եւ դառնում է օրինակ դիցուկ որևէ մեկի համար 50,000 դրամ, հա։
Եվ մենք 24000-ը դարձնելով 34000 դրամ, պարզապես այդ 50000-ը դարձնում ենք 60000։ Մի րոպե, Արսեն ջան, եթե 24000-ը դարձնում եք 34000, մենակ դեկտեմբեր ամսվա ընթացքում միայն դու քո աշխատավարձից բացի ստացել ես 7 միլիոն դրամի չափով պարգևավճար, չէ՞։ Դու էլ թոշակառուների հարցերով զբաղվող նախարարն ես։ Այսինքն քո մենակ դեկտեմբեր ամսվա ստացած փողը հավասար է բարձրացնելուց հետո, որ պիտի բարձրացնեն 205 թոշակառուի թոշակի գումար։ Արա 205 Պետրոս, արա 205 այդ մի վայքում երևի այդքան թոշակառու չկա։ Արա այդքանի փող մենակ դու ես ստանում։ Բարձրացնելուց հետո հələ։ Մի ամսում։ Հələ բաթե կանում են այդ մարդկանց ասում տենը մենք ձեզ ինչեր ենք անում ախպեր, ձեր փողերը մենք ոնց ենք ուտում ձեզի կրճոնները գցում դեմներդ Ալիև Հոպարի հետ միասին։ Դե Ալիև Հոպարը կապ չունի այս գործի հետ։ Ինքնուրույն նեղություն չեք տալի, հա։ Այսինքն հիմնական կենսաթոշակը, որը 24000 էր, դառնում է 34000 եւ հետեւաբար բոլոր այն մարդիկ, ովքեր որ ստանում էին կենսաթոշակ, իրանց կենսաթոշակը բարձրանում է 10000 դրամով եւ ոչ միայն։ Սա ամենամեծ խումբն է մեր քաղաքացիների։ Մեր որոշ քաղաքացիներ ստանում են ոչ թե կենսաթոշակ, այլ ծերության նպաստ, դա կրկին կենսաթոշակ է, բայց այն քաղաքացիների համար, ովքեր չունեն բավարար ստաժ։ Այսինքն աշխատել են իրենց կյանքում ինչ որ տարիներ, բայց 10 տարվա ստաժ չունեն, որը մինիմալ ստաժն է, որի համար դու կստանաս հենց աշխատանքային կենսաթոշակ։ Այդ մեր քաղաքացիները ստանում են այսօր 36000 դրամ։ Դա ծերության նպաստն է եւ միևնույն ժամանակ մինիմալ կենսաթոշակը։ Մենք դա նույնպես 10000-ով բարձրացնում ենք 40։ Այո, այսինքն բոլորը կստանան, բոլոր 36000 դրամ ստացողները, անկախ նրանից դա ծերության նպաստ է կամ մինիմալ կենսաթոշակ, կրկին կստանան 46000 դրամ։ Պետրոս, եթե 36000 դա ստացողը դառնա 46000, էդի հավասարալու մենակ մեր Արսենի մեկ է քո կնգա, քո կնիգն էլա, չէ 7 միլիոն, նախարարներն ասում են 7 են տվել։ Մենակ դրանց մի ամսվա 152 մարդու փողն է։ Մի ամսվա ստացածը, քո կնգա ստացածը մի ամսվան է 152 թոշակառուի բարձրացած թոշակի չափ փողն է։ Արդարա չէ, որովհետև այս մարդիկ դրանց են ծառայում։ Դրանց են ծառայում։ Դրա համար պետք է 150 անգամ նրանցից շատ փող ունենան։ 150 անգամ շատ փող վաստակել են այս մարդիկ։ Բայց sense գյոզալի պես մարդը հələ մաթիշի կոവിഡ്ի ժամանակ ինչ մշերեց մի հատ այս հայ ժողովրդին։ Ինչ մի հատ մշերեց, բայց արժան չի։ Այսինքն սրանով մենք փակում ենք մոտարապես այդ 667000-ի 500000-ից ավելի քաղաքացիներին, այսինքն այս երկու կտորով։ Բայց այդտեղ կան այլ նպաստներ, եւ երբ որ մենք ասում ենք կենսաթոշակառուներ եւ նպաստառուներ, մենք հենց սա նկատի ունենք, որտեղ իրենց տրվող գումարը ինչ որ անուն ունի, հա, սահմանում ունի։ Դրանցից հաջորդը հաշմանդամության նպաստներն են։ Դու գիտեք, մենք ունենք նախկինում ունենք առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամներ, հիմա ունենք խորը, ծանր եւ միջին ծանրության սահմանափակումներ եւ դրանց նպաստներն էլ համապատասխանաբար 39000, 37500 եւ 36000-ային, նրանց բոլորը կրկին ամեն մեկի վրա կգումարվի 10000 դրամ եւ կստանան 49, 47.5 եւ 46000 դրամ։ Պետրոս, այդ 10000-ը դες մի քիչ շատ խորհրդանշական չի թվում քեզ։ Լեմատ են բարգավաճիտ վախտերը հիշի։ Հիմա որ ասում էին ընտրակաշարք, հիմա քրեական գործերի կա դատարանում բան է թեմայով։ Արեն էլ էր, չէ՞ ոնց որ 10000։ Արա հեշ ինֆլյացիա չի էլ, դրա վրա չի ազդում, այդ ինձ ստաբիլ էթում է, հա։ 10000-ով էթում է։ Բան չի փոխվում էլի Պետրոս, հա։ Չէ, ամեն հա ճիշտ ես ասում։ Հիմա փոխանցումով է։ Այնբար արդ կանխիկ էր, հիմա փոխանցում։ Պարոն Թորոսյան, ես լսում էի հանձնաժողովի նախագահին քիչ առաջ եւ խոսք էր գնում բյուջեում 80 միլիարդ դրամի ծախսի մասին, որպեսզի այդ ձեզ նկարագրածը լինի, տարօրինակ չի որ բյուջեն պլանավորում են տարվա սկզբին, չէ՞։ Եվ տարվա կեսին
80 միլիարդ դրամի ծախս չեն անում։ Ինչ ա եղել։ Չէ, բյուջեն ոչ թե տարվա սկզբին են պլանավորում, բյուջեն պլանավորում են նախորդ տարվա սկզբից սկսած, ավելին ասեմ, միջնաժամկետ ծախսային ծրագրերով բյուջեները պլանավորում են եռամյա սովորաբար, բայց այդ ամեն ինչը դինամիկ գործընթաց է, եւ դու ընթացքում ունենում ես փոփոխություններ բազմաթիվ ցուցանիշների սկսած, դու ունենում ես որոշակի քիչ ծախսեր որևէ տողով եւ ասենք շատ ծախսեր որևէ այլ տողով, իսկ միտեղ թերածախս, միտեղ գերածախս կամ դու այդ ամեն ինչը հետո հավասարակշռում ես եւ երկրորդը կոնկրետ այս դեպքում մենք ունենք տնտեսական աճի նոր ցուցանիշ։ Մի րոպե, Արսեն ջան, փաստորեն դու ահագին բան գիտես։ Այսինքն դու գիտես, որ ոչ միայն բյուջեի մասին օրենք գոյություն ունի, ու պետական փողերը կարան ծախսվեն միայն բյուջեով, ու դա պետք է ազգային ժողովը հաստատած լինի, այլ դու նաև գիտես, թե այդ բյուջեն ոնց է ձևավորվում, այսինքն որ կա միջնաժամկետ ծախսային ծրագիր, որ դա հիմք է հանդիսանում յուրաքանչյուր տարվա բյուջեի նախագիծը մշակելու համար, որ պետական ծախսերը առավել ևս եթե դա ընդհանրիկ որ մի փոքր վերաբաշխման ենթակա գումար չի, այլ 80 միլիարդ դրամ գումար է, դա պիտի միջնաժամկետ ծախսային ծրագրով հիմնավորված լիներ, դա պիտի պետական բյուջեում արտացոլված լիներ։ Եթե պետական բյուջեում փոփոխություն է կատարում, այդ փոփոխությունը կատարում է օրենքով։ Օրենքը ընդունելը ունի պրոցեդուրա։ Բյուջեի մասին օրենքով նախաձեռնության հեղինակը կարող լինի միայն կառավարությունը։ Այդ նշանակում է, որ դու կառավարությունում պիտի քննարկած լինեիք, մի հատ նախարարությունում պիտի քննարկած լինեիք, ֆիննախում քննարկած լինեիք, կոմիտեի նիստում քննարկած լինեիք, հետո բերեիք ազգային ժողով, այնտեղ առաջին ընթերցման պիտի ընդունվեր, հանձնաժողովում պիտի մինչև այդ ընդունվեր, հետո երկրորդ ընթերցման, արա դրանցից ոչ մեկ չի ելե Պետրոս, ոչ մեկ չի ելե, ավելաց մեկ ասում, տնտեսական աճը լավ է եղել, բանը դեկտեմբերին բյուջեն հաստատել ենք, հունվարին տնտեսական աճը լավ է եղել, ապրիլից փող կտանք էթա։ 2025 թվականի համար, որը մեզ թույլ է տալիս ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն վարել։ Տեսեք, դուք ասում եք, որ սա պայմանավորված է նրանով, որ մենք տնտեսական աճ ունենք եւ ավելի համարձակ ֆիսկալ քաղաքականություն ենք վարում։ Այո։ Բայց տնտեսական աճ կա այս մի քանի տարիներին, ճիշտ է։ Չէ, բայց մեր բյուջեն պլանավորվում է նաև պլանավորված տնտեսական աճի, որը 5.2% է եղել։ Այսինքն հիմա որ 7 է դարել, դա 7-ը դա տենց փոքր թիվ է թվում թվերի ամբողջության մեջ, բայց տնտեսության համար դա ահռելի մեծ թիվ է, 2% ավել տնտեսական աճ ունենալ։ Երկրներ կան, որ նույնիսկ 2% տնտեսական աճ չեն ունենում։ Բայց այդ երկրները հսկայական բյուջե են ունենում։ Եվ այնտեղ մի տոկոսը հսկայական գումար է։ Մեր համար էլ է հսկայական։ Մեր համար ամեն երկրի չափով ինքը հսկայական է։ Տարօրինակ չէ, որ բյուջեն միշտ աճել է, բայց բարձրացումը լինում է հիմա։ Բայց ով ասաց, որ հիմա է լինում։ Դուք ասացիք ապրիլի 1-ից։ Այդ հիմա էս բարձրացումն է տեղի։ Էս բարձրացումը։ Բա նախորդ բարձրացումները։ Մի րոպե, Արսեն ջան, արա, այս մարդը ըստի ցնդից բանը լսե, խելոք բաներ ա ուզում ասի։ Լսի էլ այս մարդուն։ Արա, այս մարդուն ջանդամը։ Արա, Նիկոլին լսի։ Նիկոլ Փաշինյանը Արսեն ասում էր, որ որպեսզի մենք 1000 դրամով թոշակը կարողանանք բարձրացնենք, դրա համար մի հատ ահռելի միջոցներ է պետք։ Ամբողջ պետական կառավարման համակարգին, եթե մենք մի ամիս աշխատավարձ չտանք, ընդհանրապես ոչ մի տեսակի պարգևավճար չտանք, իտո էդի չի հերիքի, որ մենք թոշակառուների թոշակը 1000 դրամով բարձրացնենք, որովհետև թոշակառուները մի հոգի չեն, երկու հոգի, օրինակ կառավարության անդամների պրեմիա տալը հեշտ է։ 15 հոգի եք, միանգամից մարդա 7 միլիոն վարչապետին 12 միլիոն տալիս եք այդումա։ Դեպուտատներին էլ է հեշտ, 107 հոգի են, մարդա 3 միլիոնը դղկստում են այդումա։ Թոշակառուները շատ են, հələ դու դրանց հաղից չես եք, դու նոր ես նշանակվել նախարար, հələ չես կարացել դրանց հաղից գազ, որ դրանք պակաս են, հələ շատ են։ Հիմա որ շատ են, 1000 դրամներ դառնում է թիվ։ Ու դրա համար վարչապետն ասում էր, որ պետք չէ թոշակառուներին փող տալ։ Բացի այդ վարչապետն ասում էր, որ թոշակառու մարդիկ մեծ մարդ են, չեն իմանում այդ փողը ինչի վրա ծախսեն։ 10000 դրամ տաս տանեն կորցնեն։ Ավելի լավ այդ փողը մենք տանք հիվանդանոցներին, բժշկական ապահովագրությանը, այդ մարդիկ հիվանդ են, այդան հիվանդանոցից իրանց ծառայություն ստանան, ախպեր, դրանց ձեռը պետք չի փող տալ։ Հետո էլ ասում է դրանք բիզնեսի զբաղվելու ամենալավ տարիքն է, ինչ փող տալ, вообще թո այդան դառնան հերոս, հարկատու, բիզնեսով զբաղվեն։
Արա լսի այդ մարդն ինչ էր ասում։ Դու իմը լրիվ դրանց հակառակ բաներ ես ասում։ Բա օրինակ 2023 թվականի բարձրացումները, 21 թվականի, 22 թվականի բարձրացում, մենք երկու անգամ հիմնական կենսաթոշակ ենք բարձրացրել, մի հատ 22 թվականին, մի հատ 23 թվականին, որը առաջ եղել է ամենասկզբում եղել է 16000, 18 թվականի հետ հիմնական կենսաթոշակ, հետո դարձավ 18000, հետո 21000, հետո 24000, իսկ մենք 3 անգամ այս վերջի 8 տարվա մեջ հիմնական կենսաթոշակ ենք բարձրացրել, նվազագույն կենսաթոշակ ենք նաև սահմանել, որը չպետք է լինի ցածր քան 36000-ը, եւ նաև ներ ենք դրել այս հետվճարի համակարգը, սկզբում հիշում եք ինքը ավելի փոքր տոկոս էր, 10% էր, հետո դարձավ 12%, հետո դարձավ 20%, այսինքն մենք հունվարի 1-ին էլ ենք բարձրացում արել։ Մենք անդադար ինչքան մեր բյուջետային հնարավորությունները թույլ է տվել, իսկ դրանք աստիճանաբար ավելի շատ են թույլ տվել։ Գիտես չէ, որ Պետրոսի հետ հետվճարի մեջ կոմունալ ծախսերը չի մտնում, ենթակցիզային ապրանքներ չի մտնում, առցանց եղանակով կատարված գնումները չի մտնում, այսինքն վայրբերից ես բանից որ ապրանք ես պատերում չի մտնում։ Դասենք մարդը եթե ստանում է ենթադրենք 50000 դրամ թոշակ, ձմեռա տան վարձը մենակ գազը կգա առնվազն մի 40-50000 հենց մենակ գազը կգա, մի 15000 դրամ հոսանքը, մի 3000 դրամ ջուրը, այդ էլա սրանք դրա թոշակը գնաց այդ կոմունալների վրա։ Կոմունալներից էլ հետվճար չկա։ Բա էլ ինչ հետվճար։ Հա? Մտածում ես կարող ասում, դա ասում Պետրոս։ Կարող է գիտես, բայց չեմ հավատում, արա ազնիվ մարդիկ են, սրանք դժվար սուտ ասեն։ Բարձրացրել ենք կենսաթոշակներն ու նպաստները եւ հիմա էլ բարձրացնում ենք հերթական անգամ։ Սա մեր ի սկզբանե դրված եւ սկսված քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Եվ այստեղ որևէ տարօրինակ բան չկա, ավելին ամեն տարվա բյուջեն պլանավորելիս դու մյուս տարվա համար պլանավորում ես ինչը կարող ես ավել ծախսես, ինչը կարող ես նույնը։ Այս տարվա բյուջեում դուք պլանավորել եք նման։ Մենք այս տարվա բյուջեում պլանավորել էինք հետվճարը, որը էլի քիչ գումար չէր, այսինքն մոտարապես 20-35 միլիարդ դրամի ավելացում ենք պլանավորել հետվճարի համար, հետվճարում ավելացում չէ, հետվճարի համար այդքան պլանավորել էինք, բայց հիմա ավելի շատ ենք ներդնում այս գործի մեջ։ Արա հետվճարը չի հարցնում, ասում է 26 թվականի պետական բյուջեում թոշակների բարձրացում պլանավորել եք թե չէ, այդ այդպես բան չի, որ մոռանաս չպլանավորես, թողես կեսից, ասես հետո փետրվարին ոչ մեր վարչապետը մի տելեգրամում լայվ կանին, իսկ իմանանք։ Էդի բյուջե է, ինգեր, պիտի նախապես պլանավորացել։ Հիմա հարցում ասում պլանավորել է, դու էլ ասես չէ, չենք պլան։ Հարց առաջանում, եթե մի երկրում, որը խորհրդարանական երկիր է, աշխարհի բոլոր երկրներում բյուջեն է հաստատում է պարլամենտը։ Եթե մեր երկրի պարլամենտը բյուջեն հաստատել է, դրա մեջ թոշակի բարձրացում չկա։ Այդ ինչ փող արա։ Ոնց եք տալու դուք։ Կարող է սուտ եք ասում, կարող ասեմ մենակ նախ ընտրություններից առաջ տակ 2 ամիս դրանից դու չտակ։ Խելոք դες կանեք։ Հիմա տալիս եք 2 ամիս։ Հետո մենք ձեզ ընտրում են, հուլիսին ընտրում եք, ասում եք, էսի փորձնական ծրագիր էր։ Հուլիսից էլ չարթարացրեց Պետրոս։ Այդ թոշակ մենք ասում ենք, չէ, տանքը տանը եսի ինչի վրա կծախսեն։ Այդ փողը տվել են, տարել են անկապ, աչը ծախ այդ թոշակառները, տարեք, խմե, պիվան, առելը շշենը, թափեն դեպ ավելի լավ է այդ փողը տվեք, մենք ձեր փոխարեն ձեր վրա կծախսենք։ Այդպես կանեք Արսեն ջան։ Էդի ինչ լսի, թե արդեն որոշել եք, որ այդպես եք անել։ Եթե որոշել եք, որ այդպես եք անել, ուրեմն շատ ճիշտ եք անելու։ Իսկ թվում է այդպես անելու եմ բեն։ 2 ամիս։ Մայիսին կտան, հունիսի սկզբին կտան, հունիսի 7-ին կեթանդրանք ընտրությունը կանեն, հուլիսին բյուջեը նախատեսված չէր։ Նախատեսված չէ, հնարավոր չի ծրագիրը շարունակել։ Փորձնական ծրագիր էր, շատ արդյունավետ, բայց նպատակահարմար չշարունակել։ Ցույց էր կառավարության դիմաց։ Բարձրացման դեմ։ Այո։ Պահանջում են շատ բարձրացնել, 50%-ով կարող եք բարձրացնել։ Պետրոս, դու իսկականից չես հասկացել։ Ասենք դու ասում ես, որ կառավարության դեմ ցույցը թոշակների բարձրացման դեմ է, դու տենց ես հասկացել։ Արա Target ղազախական ծորենը Պետրոս։ Արա դա քո տունը քանդելու է։ Դա քո տունը քանդելու է։ Արսեն ջան, այդ ցույցը կառավարության դեմ, թոշակների բարձրացման դեմ չէր, ձեր մանիպուլյացիաների դեմ էր։ Որովհետև կառավարության դեմը հավաքվել էին մարդիկ, ովքեր ասում էին, որ իրենք
այս մի քանի ամիսը այդ թոշակների խնդրով ուսումնասիրություններ են անում, վերլուծություններ են իրականացնում, հաշվարկներ են անում, ցույց են տալի թե ինչքան է հնարավոր թոշակ բարձրացնել, ցույց են տալի այն եկամտի աղբյուրները, որոնցից կարելի է օգտվել այդ թոշակները բարձրացնել։ Գնում են հասարակության տարբեր շերտերի հետ, տարբեր մարզերում քննարկումներ են անում ու գալիս են շատ փաստարկված խոսքով ասում են, որ մեր երկրում հնարավոր է թոշակ բարձրացնել, եթե իշխանափոխություն լինի, այս չափով, այս ձևով, այս է փողի աղբյուրն է։ Հիմա այդ մարդկանց դու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ես կոչում, չնայած դու մահվան նախարար ես ըստ էության, բայց պաշտոնդ կոչվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նա։ Մինչև այդ թոշակները բարձրացնելու մասին հայտարարությունը կարաս ասես նախարարությունում քանի խորհրդակցություն ա եղել այդ թեմայով։ Ես մտել եմ Պետրոս իրանց նախարարության կայքը նայել եմ վերջի 1 ամսվա նորությունները։ Թոշակները բարձրացնելու թեմայով գիտես քանի խորհրդակցություն ա եղել Պետրոս։ Հələ մի հատ թիվ ասա։ 0 Եկանք հասանք կառավարությունում։ Կառավարությունը գոնե պիտի մի որոշում կայացնի, հանձնաժողով ստեղծեն, այդ խնդիրը ուսումնասիրեն, հաշվարկներ իրական։ Կառավարությունը գիտես քանի որոշում ընդունել Պետրոս այդ թեմայով։ Արսեն կիմանա։ Արսեն հաստատ կիմանա։ Դու քեզ եմ հարցնում։ 0 Հետո ի վերջո որպեսզի թոշակները բարձրանա, պիտի ազգային ժողովում բյուջեի մասին օրենք ընդունվի, կեսաթոշակային ապահովության մասին օրենքում փոփոխություններ կան։ Քանի օրենք է փոխվել Պետրոս այդ թեմայի վրա, գիտես։ 0 Հիմա հարցը կառավարության դեմն էլ հավաքված մարդիկ ասում են լսի, եթե դուք այդ հարցը չեք քննարկել, եթե դուք այդ հարցը հաշվարկ չունեք, եթե բյուջեին փոփոխություն չեք արել, իրավական հիմք չունեք, մենք էլ առավոտցիրիկուն դրա մասին խոսում ենք։ Այդ ո՞նց է որ դուք թոշակ բարձրացրիք, ում փողերով, ո՞նց բարձրացրիք, ում եք խափում, այդ էին ասում։ Well հասկացել ես։ Գիտեք, ես մի քանի անգամ անդրադարձել եմ այդ քաղաքական ուժերի հայտարարություններին, ես կարծում եմ, որ մենք մեր ժողովրդի հետ շատ պարզ թափանցիկ խոսում ենք եւ սա էլ այս հաղորդումն էլ դրա օրինակներից մեկն է, բացատրելով ամեն ինչ, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչի հաշվին, ինչ մեխանիզմով եւ քաղաքական ուժերի հայտարարություններին արձագանքելու ամենավին կարիք չկա կարծում եմ։ Պարոն Թորոսյան, եթե համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է, ինչու աղքատությունը այդքան չի կրճատվել։ Աղքատությունը էականորեն կրճատվել է։ Մի րոպե։ Սուտ ես ասում, ոնց է կրճատվել։ Ոնց ես ասում, որ կրճատվել է, դե չի կրճատվել։ Պետրոս աղքատությունը վարչապետին լսի, արա դու ասա գլխավոր սուտ խոսացողին թողել ես։ Եկել ես կպել ես երրորդ սորտի սուտ խոսացողների։ Վարչապետի չի ասում։ Հիմա աղքատությունը որտեղ է։ Մարդկանց գլխում։ Հիմա որպեսի աղքատությունը վերանա, ուրեմն ինչ պիտի վերանա մարդկանց գլուխները, որովհետև աղքատությունը գտնվում է մարդկանց գլխում։ Իսկ դրանցով ով է զբաղվում, արդեն եկան հասան Արսեն Թորոսյանին։ Հասկացար մեխանիզմը ոնց է։ Համել վարչապետը նստած կառավարության նիստում ասում է, չհասկացանք, եթե մարդը աղքատ է, մեր մեղքը որն է, որ աղքատ է։ Այդ Իրանից է, որ աղքատ է։ Թեթար, սովորի, աշխատի, աղքատությունը մենք պիտի զբաղվենք դրանով։ Ճիշտ է ասում։ Ինք իր օրինակով է։ Մարդը գնաց է, սովոր է, ակադեմիական բոլոր կրթությունները ստացել է, աշխարհում ես իմ քանի համալսարան ավարտել, գիտնական մարդ այսօրվա դրությամբ էլ աշխատում է ամիսը մենակ 12 միլիոն մենակ դեկտեմբեր ամսին պրեմիա ինք իրան տալի։ Աղքատ է։ Ոչ, հաղթահարել է։ Հիմա մյուս քաղաքացիներն էլ ինչ ասես դրանց աղբեր։ Անխելք մարդ փոխանակ գնան, մտնեն ՔՊ, դառնան ՔՊ-ի դեպուտատ, էթան դառնան նախարար, դառնան միլիոնատեր, անֆայմ, մնացել են հələ որպես ընդդիմադիր, հələ մի հատ էլ դժգոհում են, որ իրանք աղքատ են։ Ո՞վ է մեղավոր։ Հələ մի հատ գնացեք սաղը դառի ՔՊ, դենամ կլնեք աղքատ։ Անենց հարստանա կարա մի տարվա մեջ սաղը տնեք միլիոնատերեր։
Այն է մեր տրթատը։ Ոնց հաղթահարեց աղքատությունը։ Սաղ ընտանիքով մի սենյակի մեջ փակված չէին կարող ընտրվան արաբ տեղատանա որվան դվին մյուզիկ հոլը մարտը հարսանի կարե ի նա աղքատ արդեն ոչ հաղթահարելա Բայց աղքատության վերաբերյալ խոսելիս մենք պետք է զգույշ լինենք տերմինների մասով, հա, սահմանումների մասով։ Աղքատությունը չափվում է տարբեր ձև, հա, աղքատության միջին գիծ կա, ծայրահեղ աղքատություն կա եւ ծայրահեղ աղքատությունը մեր մոտ ըստ էության գրեթե վերացման եզրին է, եթե վերջի էլ վերացեր, իհարկե ամբողջությամբ չի վերացել, որովհետեւ դեռ ունենք նման քաղաքացիներ, բայց մենք 24 թվականի դեռ ցուցանիշներով 0.6% ծայրահեղ աղքատություն ունենք, դեռ 24-25 ամփոփված չի, ամփոփվում է սովորաբար սեպտեմբերին, հաջորդ տարվա սեպտեմբերը եւ ես վստահ եմ, որ թիվը ավելի ցածր է լինելու։ Եվ նաև անկում ունենք մյուս, հա, ցուցանիշի սովորական այդ միջին գծի աղքատության, բայց այդտեղ ուրիշ բաներ պետք է հաշվի առնել, հա, հասկանում եք, մենք հիմա խոսում ենք տնտեսական աճի մասին, բայց մենք մոռանում ենք վերջի տարիների ճգնաժամերի մասին եւ այն ճգնաժամերի ժամանակ պահանջվող ռեսուրսների մասին։ Մենք օրինակ Ղարաբաղի տեղահանումից հետո հարյուրավոր միլիարդների ծախսեր են կարել այդ մեր հայրենակիցների նկատմամբ։ Ըստ էության այնպես անելով, որ նրանք չհայտնվեն աղքատության մեջ։ Օրեսականից Պետրոս, սարախի եք մոռանամ, արա ինչքան ճգնաժամեր այլ է։ Արես մարդիկ ինչ եկել են իշխանության ճգնաժամը։ Բա իրանք գալիս են։ Մի հատ այնց չեն կարողանում երկիրը կառավարեն, ճգնաժամեր ալնում, հետո ճգնաժամերի վրա փողեր են ծախսում, հետո կանգնում եք մտես մարդկանց ասում եք չհասկացանք։ Ինչի էսենց, ինչի ինենց։ Բա ինչ եկել են ճգնաժամը։ Ասենք Պետրոս հələ մա քեզ մի բան հարցնեմ էլի որ Արսենին նախարարի պաշտոնից հանեն տան ձեր հեռուստաընկերության տնօրեն ինչ կլինի ձեր հեռուստաընկերության վիճակը կարաս ասես ճգնաժամ եթե ճգնաժամ ալում ինչ ալում վարիա գնում բայց եթե վարիա գնում ել ես մարդուս տնօրենից ինչ ես պահանջում վարիա Իսկ մարդն ինչ մե, հա ինչ անենք, որ ճգնաժամը իր պաշտոնավարման շրջանում այլ է իր մեղքով այլ է, ճգնաժամը չէ եղել։ Բա որ ճգնաժամ եղա, արդեն վերջ, էլի իշխանությունները, այս մարդիկ եկան, COVID բերին, դες, հələ մտ հարցրել է, հələ ասա քանի մարդ է մեռ է քո պաշտոնավարման շրջանում։ Քո երջանի կարա, Ալիևը գիտես, ասենք Արսենին ինչ նվերներ կարա առնի, մենակ դրա համար։ Մեր ուրիշ ոչ մի բան առաջ չլինի։ Պատերազմ, շրջափակում, ավիրացություններ, քանի պատերազմ են բերել այս մարդիկ Պետրոս։ Մոռանում եք, արա, չի կարելի մոռանալ, արա, պետք է գնահատել այս մարդկանց արածները։ 7 տարի իշխանության են 7 պատերազմ են բերել, հələ մտել ասում են խաղաղություն ենք բերել։ Վերջ։ Մենք հենց հիմա ասենք մեր բյուջեում ունենք 55 միլիարդ դրամ դրած նրանց բնակապահովման ծրագրի համար եւ այդ ծրագիրը ընդհանրապես գլոբալ գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամ։ Այսինքն մենք ճգնաժամեր ենք ունեցել, որոնց համար մեծ գումարներ ենք ծախսել։ Մենք մեծ ներդրում ենք արել մեր սպառազինության մեջ, նաեւ ստիպված, որտեղ մեր ավանդական դաշնակիցները մեզ դադարել են, հա, այդ հարցում օգնելով եւ ճիշտ են կարել որ արել ենք ու չի կարելի այդ ամեն ինչը իրարից նայել կտրված։ Շատ մեծ ներդրումներ են արել սպառազինության մեջ։ Այնպես բաներ են արել Պետրոս արա, որ արա պիտի հիշվի։ Պետրոս այս մարդկանց պաշտոնավարման շրջանում Բաքվի կենտրոնում հենց Աբշերոնյան թերակղզու վրա հենց Կասպից ծովի ափին այսպես այդ ընտիր թանգարան է սարքել կոչվում է հայկական ռազմական ավարի պուրակ, բայց մեծ թանգարանա, այս Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ինչ որ մեր բանակից զավթել են, այս միլիարդավոր դոլարների զենք է դրա նմուշները սիրուն ծախսել էդի փող է ախպեր։ Մենակ պաշտպանության բանակին այս մարդիկ 6 միլիարդ դոլարի վնաս են։ Բենով ես ասում է Պետրոս։ Տարի երկրի մի տարվա բյուջեն 8 միլիարդ դոլար է, բոլոր ծախսեր այդ բարձրացած թոշակներով, բաներով, արտաքին պարտքի սպասարկումով, դպրոցներով, բանակով, սաղ իրար հետ 8 միլիարդ, այս մարդիկ մենակ 6 միլիարդ դոլարը 44 օրում վարի տված մարդիկ են։ Դրանից հետո ասենք Արցախի
ամբողջ նյութական կորուստը մոտավորապես $100 միլիարդ է։ Ասենք այդքան ժամանակաշրջանի ինձ սա կատարված ծախսերը տարե տվել են ադրբեջանցիների մոտ ով չեն քաշե։ Բայց մեզ գործա չէ, արվելա չէ, փաստա չէ, բայց չգնահատես մարդկանց արած։ Այո, մենք որոշ բաներում կարող է ինչ որ չափով հետ ենք ընկել, որովհետև եղել են օբյեկտիվ ճգնաժամեր հարձակում Հայաստանի վրա, Ղարաբաղի դեպքերը, սպառազինության ձեռքբերումը անհրաժեշտ եղել եւ ոչ միայն ձեռքբերում, նաեւ ամրաշինական աշխատանքներ դուք տեսել եք, մենք բազմաթիվ է հրապարակել։ Դրանք միլիարդավոր դրամների ծախսեր են, որոնք պետք են մեր երկրի պաշտպան ունակությունը բարձրացնելու համար, որոնք որ այդքան էլ կանխատեսելի չեն եղել, որտեղ եղել են պայմանագրեր, օրինակ երրակողմ հայտարարություններ, հա, գիտեք են հայ-ռուսական, հայ-ռուս-ադրբեջանականը, որը չի աշխատել եւ հարձակումներ են եղել Հայաստան եւ կառավարությունը վարել է ճկուն եւ ճիշտ քաղաքականություն։ Պետրոսյան, բտենում է սաղբերասիկ իրանք իշխանության ղեկին են եղել, գնացել են պայմանագրեր են կնքել, պայմանագրերը չի կատարվել։ Պայմանագրերը չի կատարվել, եղել է ճգնաժամ։ Իրանք ի՞նչ կապ ունեն։ Ինչ անենք, որ իրանք են այդ ժամանակաշրջանում երկիր եղել։ Հիմա ասեք, թե որ իրանք են երկիր եղել, իրանք մեղավոր են, որ պատերազմ է եղել, հա? Ինչ են մեղավոր, որ նախկիններն են մեղավոր, Տիգրան Մեծն է մեղավոր, Նոյն Նահապետը։ Սա դրանից է գալի, մենք քիչ ենք խոսում դրա մասին, բայց նա պիտի հաշիվ տա իր արածների համար։ Բայց իրանք ասենք, եթե իրանք պաշտոնավարման շրջանում իրանք ի՞նչ մեղքում են։ Ասենք, հիմա իր պաշտոնավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը գնացել է նոյեմբերինի փաստաթուղթը ստորագրել է։ Հիմա որ չի կատարվել իր ստորագրածը։ Ինչ մեղք ունի։ Չի կատարվել։ Որ չի կատարվել, հետո ինչ է, ճգնաժամ այլ։ Հիմա ինչ անենք, ասենք, որ իրանք ասել են արցախցիների անվտանգությունը երաշխավորում են, արցախցիները պիտի ապրեն իրենց հայրենիքում։ Հետո որ շրջափակում այլ է, իրանք չեն կարացեն հենց անեն, որ շրջափակում չլինի։ Որ ճգնաժամ է եղել, մեղավոր են։ Հետո որ ադրբեջանցիները հարձակվել են Արցախի վրա, որովհետև իրանք Արցախին օգնություն չէին ցուցաբերում եւ ասացին չենք ցուցաբերելու։ Մի օրում արցախցիների բանաշխարհության բանակը զինաթափում են 150,000 մարդու հանում են գցում են փողոցները։ Իրանք ի՞նչ մեղք ունեն։ Ադրբեջանցիներն են արել։ Բայց ադրբեջանցիները մարդասիրությունից դրդված են արել, բախո չէին թողնելու մեռնեն այդ մարդիկ։ Մարդասիրություն են արել։ Հանել են, սարքել են փախստական։ Ճգնաժամ է եղել, իրանք ինչ մեղք ունեն։ Իրանց մոտ սա չոտքի էթում է, Պետրոս, մի սխալ լես մարդիկ իրան, ասենք օրինակ 7 տարի ղեկավարում են, չէ, նստում նայում ես, ասում ես, տենա սաղբեր, սրանք ինչն են սխալ արել, ոչ մի բանը սխալ չի, սա չոտքի է։ Ինչ պլանավորել են, արել են, Պետրոս։ Ինչ իրանց առաջը Ադրբեջանը, Թուրքիան, ինչ նպատակ դրել է, մարդիկ չոտքի արել են։ Հələ շարունակում են անեն, որ մի 5 տարի կարանան անեն, 5 տարին էլ իրաց պետք չի, 3 տարում էլ սա կավարտեն կվերջանա կետա։ Պահելու մեր ինքնիշխանությունը, անկախությունը եւ ուժեղացնելու մեր պետականությունը այդ պահի եղած ճգնաժամերին դիմագրավելով եւ չի կարելի ասել, գիտեք, դու 21 թվականին ասել ես, որ աղքատությունը կրկնակի կկրճատես, բայց 26-ին չես կրճատե ու մոռանաս, թե 21-ից 26 թվին ինչ ա եղել, իրանք էլ այդ ասողները ինչպես են օգնել։ Շկական է ցարա, հա ինչ անենք, որ 21 թվից մինչև 26 թվի իրանք են ղեկավարել։ Բայց 21 թվին ուրիշ իրավիճակ էր, 26-ին ավելի վատ էր։ Բայց իրանք ինչ կապ։ Հա ինչ անենք, որ իրանք են եղել երկրի ղեկավար։ Պիտի պատասխանատվություն կրեն, հա, երկրի վիճակի համար։ Այ քեզ բան։ Այսինքն 18-ից 21-ի համար էլ հա պիտի պատասխանատվություն կրեն։ Իրենք ხო չեն եկել, այս մարդիկ հեծանիվ են քշում, այս մարդիկ շրջագայում են, այս մարդիկ պրեմիա են ստանում, կուկուռուզ են ուտում, բան են անում, ապրում են իրանց համար, այ աղբեր։ Հա ինչ անենք, որ վատ ալնում, սիված արդեն վատ վիճակին համապատասխան որոշումներ են կայացնում։ Դրանից հետո ավելի է վատ ալնում, ավելի վատ վիճակի համար որոշումներ են կայացնում։ Իրանք ինչ մեղք ունեն։ Այդ հարցակումներին Հայաստանի նկատմամբ, երբ որ այդ հարցակումների ժամանակ ցույցեր էին անում եւ պահանջում էին, չգիտեմ, իշխանափոխություն կամ ասում էին դուք եք մեղավոր, որ Հայաստանի Հանրապետության վրա հարցակվել են։ Պարոն Թորոսյան, իսկ ընդդիմությունը ասում է, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Չէ, պարզ չի։ Պարզ է։ 3 ամիս առաջ ընտրություններից դուք բարձրացնում եք կենսաթոշակները։ Սա
այսպես լեգիտիմ ընտրակաշառք է։ Սա լեգիտիմ կառավարության ծրագրի իրականացում է։ Պետրոս ջան, այդ մենակ այդ ընտրակաշառքը չի, դու հələ այս լեգիտիմ ընտրակաշառքն ես ասում։ Ուրեմն ընտրություններից առաջ զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատեցին։ Դա քեզի 2։ Նախնական քննարկումներով ասում էին, որ 2026 թվականի հուլիսին ենք դա անելու, որ տարածվել է 2026 թվականի արդեն ձմեռային զորակոչի վրա։ Բայց ասին, չէ ախպեր, մի րոպե, վրա ինչ հուլիս։ Անելա, բերեք ընտրություններից առաջ անենք, այսքան զորակոչի կա, այսքան դրանց ծնողներ կա, այնքան հələ հետևից գալիս են, չէ, երեխեն ասենք 15 տարեկանա, 14 տարեկանա, հիմիկվանից ասենք դրանց ծնողներն իմանան, որ իրանց երեխու զինծառայության ժամկետը 6 ամսով բերեք հիմա։ Արին։ Քանի էտապով հենց ինքն էր կառավարությունում զեկուցում։ Մինչև 1 միլիոն դրամի ժամկետանց վարկերը մարդը գնացել է on-line խաղաց է, ենթադրենք 600,000 դրամ կրվել է։ Գնացել է խալաձենիկ առել, լվացքի մեքենա առել, սպառողական վարկավերձ է, չի կարացել բանկի փողը տա, բանկը պիտի տուժեր դրանից, կառավարությունը տարե բանկի փողը տվել է, դրան էլ ասում է դու բանկին պարչես, գետաս Նիկոլին կընտրես։ Էդի քեզ արել է։ Այդ սաղ նախընտրական շրջանում հələ հեծնել վերցել են թե Ռոմանոսը ինչեր կարա անի էլեկտրաէներգիայի մասով արդեն փորձնական արին չէ ասма դու 50%-ով բանդ կտաս էլեկտրաէներգիայի վարձը հեսա դու համառը գա մի քիչ էլեկտրաէներգիայի ծախսը պակասի որ շատ Ռոմանոսի վրա էլի շատ նագրուսկա չլինի Պետրոս հալտես ինչեր են անելու որը որ ավարտվում է այս կառավարության հետ, հա, երբ որ նոր կառավարության ձևավորումը նոր սկսում է մյուս կառավարության ծրագիրը եւ մեր կառավարության ծրագիրը շատ հստակ է եղել այդ առումով եւ նոր իհայտ եկած հանգամանքները տնտեսական լավ ցուցանիշների տեսքով մեզ թույլ են տվել համարձակորեն իրականացնել մեր կառավարության ծրագիրը եւ գիտեք ընտրակաշառք ասելը նաեւ գիտեք ինքանով տեղին չի որ սա միանվագ տրվող ինչ որ մի բան չի, հա, տենց եղել են երկրներ, իդեպ կան այդպիսի երկրներ, որոնք միանվագ գումար են տվել, իրենց բոլոր քաղաքացիներին ասել են մեր գործերը լավ է, այս փողը ձեզ տալիս ենք, բայց ոչ հետագա, իսկ սա շարունակական process է։ Խոստովանում է, որ կարա միանվագել լինի, դες ես ասում եմ, չէ, այդ ցավը տանեմ ես իմ մեռնել չգիտեմ։ Անգիր գիտեմ, հեսա միանվագ երկու ամիս տալու են, դադարեցնեմ, հետո բյուջեը նախատեսված չի։ Արծիջան դու փաստորեն գիտես որ կառավարությունը գործունեության ծրագիր ունի ու դրա մասին տեղյակ ես կարաս այդ կառավարության գործունեության ծրագիրը բացես ու ասես ցանկացած էջ ասենք մի հատ թիվ ասես մատը դնես այդ էջի վրա այդ էջը կարդաս այտենց էջ չկա այդ կառավարության ծրագրում որտեղ տված խոստումները դուք կատարածել եք որ ինչ որ ընդ գրած է դա կատարված լինի Բայց դրա համար է ասում վարչապետին պիտի impeachment հայտնեն, դուք էլ փոխարեն կառավարության ծրագիրը կարդաս, իմ նամակը կիսատ կարդացիր, ճղիր գցիր ենքում։ Բայց չես մտածում, որ հետո գալի է քո նամակները ճղելու ժամանակը։ Մոտենում է։ Ում է որ դա իր շնորհքն է։ Նրանք ստիպեցին եւ ճնշեցին ձեզ։ Ես տեսա մի առնվազն 5-6 ընդդիմադիր ուժ հայտարարեց, որ դա իրենց շնորհիվ է։ Եթե իրենք տենց մեծ ներդրում են ունեցել մեր տնտեսական աճում անցյալ տարի օրինակ միգուցե շատ տենց գումարներ ծախսելով աճուձախ որը օգնել է մեր տնտեսական աճին միգուցե այդպես իրենց շնորհիվ բայց ոչ ավել քաղաքական ճնշման մասին ես էլ ասում եմ ոչ ավել քան դա եթե դա որևէ կերպ ներդրում ունեցել է տնտեսության մեջ որովհետև այդ ընդդիմության ներկայացուցիչներին ու ճնշող մեծամասնությունը լինելով նաև իշխանության շատ երկար տարիներ առաջ ես ասացի թե այդ իրանց շնորհիվ ինչքան էին մեր կենսաթոշակները ինչքան էին բարձանում կամ չէին բարձանում մնում եւ այդ ժամանակ այո մեր կենսաթոշակառուները եւ բազմաթիվ քաղաքացիներ ստանալով օրինակ 20000 դրամ կամ 15000 դրամ կենսաթոշակ այնց ուշադիր սպասում էին ամեն ընտրության որպեսզի իրանցից ընտրակաշառք վերցնեն մի րոպե այսինքն Այն ժամանակ ընտրակաշառք էին սպասում ու հիմա քանի որ դուք չեք կարողացել ձեր խոստումները կատարեք մտածում եք որ все-таки ընտրակաշառքով է այդ խնդրի լուծման ձևը ուղղակի որոշել եք ընտրակաշառքը այս անգամ փոխանցումով տաք հա բայց Պետրոս իրանք 10000 են
10,000 են տալի, բայց 2 ամիս են տալու։ Մի հատ մայիսի սկզբին կտամ, մի հատ հունիսի սկզբին։ Կրկնակի դե համել դե իրաց փողը չի պետական փողա հեշտ է էլի։ Էդի տալը համել գիտես չէ Պետրոս։ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո այն բյուջետային վարկը, որ պետությունը Հայաստանը տալիս էր Արցախին, վաղուց այդ փողը այլևս դեպում տան Արցախ չկա։ Այդ փողը մնացել է։ Դե ինչքան ֆինանսավորում էր իրականացում պաշտպանության նախարարության միջոցով պաշտպանության բանակին Արցախի միլիարդավոր դրամներ, այդ ամեն ինչը էլի չկա։ 2025 թվականի ապրիլից դադարեցրեցին այն արցախցիներին 50,000 դրամի, 40,000 պլյուս 10,000 դրամի օգնության ծրագրերը, չէ, բնակարանի վարձակալության ու կոմունալ ծախսերի։ Այլից կճմթած, գողացած, քաշած, բերած փողերա 2 ամիս կտան ընտրություններից առաջ, հեն ասում է էլի։ Ընտրակաշառքի են սպասում այդ ժողովուրդը ու դրանով ամեն ինչ կավարտվի, դու էլ կասես շնորհակալություն։ Ասա ճամփենք թույթը։ Շնորհակալություն։